հարցերին, ես ուղղակի փորձեմ այսպես ընթերցելով որոշ դեպքեր նաև միասին զրուցելով, քննարկելով, ներկայացնելով, տեղ-տեղ ուղիղ մեջ բերելով անցնենք առաջ եւ այսպես սիրելի հայրենակիցներ փաստաթուղթը վերնագրված է թրիփ իրականացման շրջանակ եւ այս փաստաթուղթը ուրեմն ինչպես նաեւ նրան նախորդող այդ տեքստում էր ասվում համաձայնությունն է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ընդհանուր նկարագրով է սկսվում փաստաթուղթը նշվում է որ սա ըստ էության շարունակում է եւ մանրամասնում է օգոստոսի 8-ի հռչակագրով ամրապնդված սկզբունքները եւ արդեն ուրվագծում է թրիփի հիմնադրման հետագա մանրամասները եւ առաջ է մղում այն նպատակները, որոնք ամրագրված էին օգոստոսի 8-ի հռչակագրում ուզում եմ այս հատվածը բառացի կրկին ամեն հնարավոր մեկնաբանություններից կամ այլ թյուրիմացությունից խուսափելու համար նույնիսկ բառացի մեջբերում անել ուրեմն թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա Այնուհետև նշվում է, որ թրիփը կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղում միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար ես կարևոր եմ համարում ուրեմն թրիփի այս մեծ ռեգիոնալ ուրեմն կոնտեքստում ներկայացումը իսկապես ինչպես բազմիցս ասել ենք թրիփը դա լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չի լոկալ նշանակության կապ չի մեծ հաշվով եթե թույլ կտակ ավելի բան փաստաթղթից շեղվելով նաև անդրադառնալ թրիփի եւ հեսապաշրջափակման ոգուն, հա, ես ինքս տեղ 3 շերտ եմ տեսնում, դա ուրեմն առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ թրիփի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ հաշվով մեզ համար թերևս ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք եւ ահա այս փաստաթուղթը այս ընկալումը նորից ուրեմն արտացոլում է այնուհետև որոշակի ուրեմն հատված ոչ կարճ հատկացված է նրան թե ինչի են ձգտում եւ ինչ օգուտներ են ունենալու մի կողմից Միացյալ Նահանգները եւ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը օրինակ ասենք նշվում է որ Հայաստանը սրանով ընդլայնելու է իր դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ եւ տնտեսական հանգույցի մեծացնելու է իր հնարավորությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու եւ այլն ընդհանուր մինչև զբաղվածություն հնարավորություններ համատեղ ձեռնարկների հնարավորություններ հայաստանյան ընկերությունների համար շատ կարևոր է որ նշվում է որ կան նախադրյալներ այս նախագծի հաջողելու համար եւ օրինակ այդ նախադրյալների թվում նշվում է որ ընդ որում երկու երկրի անունից Հայաստանն ու Միացյալ Նահանգները ընդունում են, որ թրիփի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, որ նաեւ կախված է հաջողությունը Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից, կայունությունից եւ այլն, սա կարծում եմ կրկին շատ կարեւոր է անընդհատ հիշել եւ ընդգծել իհարկե
Մեզ բոլորից հուզում են նաև TRIP ընկերության հենց, որը պայմանական անունը կարող է այս փուլում կրել եւ տրված է այդպիսի ենթադրում են որ կունենա TRIP զարգացման ընկերություն եւ փաստաթուղթը հստակեցնում է TRIP զարգացման ընկերության հիմնադրման որոշակի պայմաններ, բաժնեմասեր, գործունեության ժամկետ եւ այլն, ես մի քանիսի վրա կանգ կառնեմ այժմ կրկին առաջին նախադասություն էս հատվածի, տեղ, մի քանի տեղ բարբերաբար փաստաթղթում վերաբերելի եւ նույնիսկ եթե կուզեք ոչ այդքան վերաբերելի հատվածներում բարբերաբար ընդգծվում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենալու եւ հետո գործարկվելու են ենթակառուցվածքները Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար պահպանմամբ կարող եք ընթերցել ինքներդ եւ յուրաքանչյուր հատվածում այդ հղում այդ վստահեցումը տեսնել եւ այսպես էլի TRIP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ այսինքն չի լինելու TRIP ենթակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ ուրեմն տեղակայում, շինություն, որևէ բան, որտեղ որևէ կերպ կսահմանվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ TRIP զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել TRIP ենթակառուցվածքների զարգացումն ու իրականությունն։ Այստեղ իհարկե էական է, ես ուզում եմ ընդգծել, հետո շարունակության մեջ տեքստի էլի անդրադարձ կա այս կտորին, բայց արդեն նշում ենք, որ ուրեմն եւ այստեղից հասկանալի է, որ TRIP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի եւ այնուամենայնիվ կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ չունենալով վերահսկիչ փաթեթ կունենա իր վերահսկողությունը, այսինքն կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, մեծ, փոքր, շատ, քիչ լինելուց առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։ Ուրեմն ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIP զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIP զարգացման ընկերության 74% բաժնեմասը, իրեն պահելով 26% բաժնեմասը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով, այսինքն եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, ինչպես ցանկացած գրեթե բոլոր պայմանագրերում, հա, այսպիսի դրույթ նախատեսվում է, եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունակել, շարունակում են, եթե ոչ, եթե կողմից որևէ մեկը առարկում է, ապա չի շարունակում եւ հիմա ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի եւս 50 տարով Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Այսինքն հիշում ենք, սկզբնապես առաջին 49 տարում Միացյալ Նահանգները կունենան 74% բաժնեմասերի, Հայաստանի Հանրապետությունը 26, եւ եթե որևէ մեկը մեզնից չառարկի երկարաձգելուն, կարելի է երկարաձգվի եւս 50 տարով, եւ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն Հայաստանի Հանրապետության բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։ Ընդ որում, իհարկե կան հարցեր, նախկինում էլ այս խոսակցությունը կար, ենթադրում եմ հիմա էլ կլինի, իհարկե ինչպես ցանկացած ընկերություն բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, կազմակերպվել կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն եւ ուրեմն փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում եւ վերջնական շահույթի սեփականատերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարության նախորոք համաձայնություն։ Այսինքն չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնվենք ուրեմն բաժնեմասերը կիսել
Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, հետո կսկսվի գործունեությունը ընկերության եւ հետո ինչ որ փուլում մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մի տարի հետո, 10 տարի հետո մեզնից հակուն, մեր կամքի հակառակ բաժնեմասերի ինչ որ մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին, հիմա ուրեմն հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է, որ տեղի ունենա։ Դա կլինի պայմանագրի խախտում եւ հետեւաբար չի կարող լինել։ Այո, կրկին նշում ենք, որ ուրեմն